Եթե դուք էլ տանը ունեք տապակած կանաչի ու չգիտեք ինչպես յուրացնել, առաջարկում եմ այս համեղ պարզ տարբերակը։ Ինձ մոտ տապակած մանդակ է, կարող եք ցանկացած տեսակի կանաչիով պատրաստել։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել, այսպես ավելի համեղ եւ հաճելի է ուտելը։ Լավաշի առաջին շերտի վրա քսում ենք մայոնեզ կամ թթվասեր, հավասարաչափ տարածում ենք եւ դնում երկրորդ շերտը։ Վրա նորից քսում ենք մայոնեզը կամ թթվասերը եւ լցնում ենք արդեն տապակած կանաչին, հավասարաչափ տարածում ենք։ Կանաչին տարածելուց հետո վրան լցնում ենք նաեւ քերած պանիրը։ Հատհատում ենք ռուլետաձև հնարավորինս ձիգ։ Տեղափոխում ենք ջեռոցի համար նախատեսված տապակի վրա, վրան քսում ենք կամ բուսայուղ, կամ մեկ ձվի դեղնուց, ինչպես կցանկանաք։ Ես ցողել եմ բուսայուղով։ Տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, եփում ենք 170 աստիճանի տակ մինչև կարմրելը։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Միևնույն ժամանակ խրխրթան, իսկ մեջից շատ փափուկ, նուրբ եւ հյութեղ։ Հուսով եմ հավանեցիք այս տարբերակը, պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Շատ հարմար ու գեղեցիկ է նաեւ հյուրասիրության համար։